50-ից 60 մարդ, երեխայից մինչև ծեր, ամեն օր իր օրվա հացը հենց այս աղբավայրում է գտնում։ Ու չնայած էկոլոգների այն մտահոգությանը, որ այն իրենից աղետ է ներկայացնում, այս մարդիկ ապրելու այլ միջոց դեռևս չեն գտել։ Առավոտ լույսը բացում է գալիս եմ ստեմ մինչև իրիկուն, հազիվ մի հացի, եսի մերել ինչ լավ օր ելնի, որ մի այսքան կտորե կալբաս հետը կարենամ ուտել։ Իրիկուն ու ժամի իրեկին երկուսին ագալս եմ զիբիլ կանդում, որ ագարամ ադալից պայեմ։ Եթե ես ապրելու ուրիշ միջոց ունենայի, ինձ դանակով ստեղ չէին կարա բերել։ Օտար մարդկանց այցին ագրեսիվ են տրամադրված, շրջում են շների ուղեկցությամբ։ Արժեքավոր ամեն մի իր բացահայտելու դեպքում ուրախությամբ թաքցնում են մնացածից։ Ավելի հաճախ սակայն ստիպված են հայհոյել կյանքն ու ճակատագիրը։ Ու մինչ հակասանիտարական վիճակում հայտնված այս մարդիկ ավարը չեն կարողանում իրար մեջ կիսել, հարակից վայրերում ապրող բնակիչները օր ու գիշեր սպասում են, երբ են ի վերջո կարողանալու մաքուր օդ շնչել։ Խնդիրը լուծելու ջանքերը մինչև օրս ցանկալի արդյունք չեն տվել։ Ծրագրեր են տապալվել, սակայն իշխանությունները հիմա խոստանում են, որ խնդրի լուծումը 7 տարի ետևում չէ։ Երևանի քաղաքապետարանի գնահատմամբ ամենայն հավանականությամբ 2018 թվականին Նուբարաշանի այս աղբավայրն այլևս գոյություն չի ունենա։ Որը ամբողջությամբ կունենա հոսքաջրերի հավաքման կայան, այդ հոսքաջրերը կմաքրվեն, նորից կօգտագործվեն, այն ինչիններ թափանցի հողային շերտեր, կունենա գազի հավաքման կայան, գազի այրման համակարգ եւ էլեկտրաէներգիայի արտադրության համակարգ։ Ծրագիրը 24 միլիոն եվրո արժի, որից 16 միլիոնը որպես վարկ կտրամադրեն եվրոպական ներդրումային եւ վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկերը։ Կառավարությունը արդեն հաստատել է առաջին 8 միլիոնի վարկային պայմանագիրը։ Եվս 8 միլիոն էլ ակնկալվում է ստանալ դրամաշնորհի միջոցով։ Տևական ժամանակն ու Բարաշանի աղբավայրի աղետաբեր վնասների մասին հազանգող բնապահպանների համար այս խոստումները դեռ մշուշոտ են։ Նրանք հիշեցնում են ճապոնական կորպորացիայի տապալված ծրագիրը։ Աղբավայրի բարեկարգումից բացի նրանք մտադիր էին արտանետվող մեթանգազ այրելով էլեկտրաէներգիա ստանալ։ 50 անգամ Ճապոնիայի պատվիրակությունը եկել է Հայաստան եւ չի հասել նրան, որ իրեն տրամադրեն տարածք, որ իրեն կարողանան աշխատել։ Փոխքաղաքապետ Նիկոյանը սակայն հակադարձում է, տարածք տրամադրելու խնդիր երբևէ չի եղել, ակնարկելով. Գուցե ճապոնացիների ներդրումների ծավալները չեն բավարարել։ Մտահոգություններին արդյոք նպատակային կծախսվեն միջազգային ֆինանսական կառույցների տրամադրած այս վարկերը եւ արդյոք հերթական անգամ ծրագիրը չի տապալվի, Նիկոյանը հակադարձում է։ Բոլոր վարկային ծրագրերը, որոնք որ քաղաքապետարանը իրականացնում է, վստահաբար կարող եմ ասել, որ նպատակային է ծախսվում։ Իշխանությունները նախկինում մտահոգություն ունեին, որ ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշանի աղբավայրում։ Բնապահպան Դանիելյանի խոսքով այսօր էլ ստվերային բիզնեսն է ծաղկում այստեղ։ Դե մենք օգտագործում ենք ուղղակի ընդհատակյա ձևով։ Այդպես է ստացվում։ Իհարկե դա հաստատել չեմ կարող, բայց ակնհայտ է բավական է գնալ այնտեղ եւ տեսնել թե ինչ է կատարվում այնտեղ։ Ես էլ ձեզ նման լսել եմ, որ այդ մարդիկ բնականաբար այդ պլաստիկը, որ հավաքում են աղբանոցից, տանում հանձնում են, այսինքն կա բնականաբար ընդունող, որին նրանք տանում հանձնում են։ Տենց բիզնես ուղղակի փնտրելու ես կարծում եմ, որպես այդպիսին խնդիր չկա, որովհետև ի վերջո մենք երրորդ կոմպոնենտ ենք իրականացնելու, որը կոչվում է աղբի վերամշակում։ Մենք նախատեսում ենք իրականացնել համայնք մասնավոր համագործակցության շրջանակներում մասնավոր գումարների ներդրմամբ։ Իսկ այսօր հենց տեղում աղբի վերամշակմամբ զբաղվում են անօթևան մարդիկ։ Նոր աղբավայրի կառուցման դեպքում նրանց մուտքն այլևս փակ կլինի նոր աղբավայր։ Վերջիներս սակայն պնդում էին, իրենց ներկայությունը աղբավայրում ձեռնտու է աղբից մեծ եկամուտներ ստացողներին։ Անհատական մարդիկ, սեփական աղբավայրեր են բացել, փողեր են, նալոգներ ենք մուծում, ավտոներն էլ փողով կրում տանում են ընդեղ, ապում են զիվիլը մշակում են, փող են առնում մարդիկ։ Էսա պետական է, այն անձնական է, ում իշքան պետք է փող տալիս, ասեմ, այս ավտո մեծ աղջատա բերեմ, ավելի իմ զիբիլան ուստավ։